այսպես ասած, բալանսը Եվրոպայի եւ Ռուսաստանի միջև տեսանք, որ Հայաստանում Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների Մարտակոսը ծիրանի ջեմ էր պատրաստում հայկական ծիրանով, տեսանք ինքն էլ գնաց Եկատերինբուրգ, Ռուսաստան։ Այս պայմաններում, ինչպես եք պատկերացնում ընդդիմության հաջողությունը, եթե փաստացի մի կողմում կա լոյալություն նրա իշխանության նկատմամբ, մյուս կողմից էլ ակնհայտ կոնսենսուս։ Այսինքն ինքը որ գնաց Ռուսաստան ինչ եղավ։ Ամեն դեպքում վերականգնեց գնաց ասեց, որ ես ձեր Նիկոլայն եմ։ Հիմա ռուսները կհավատան, չեն հավատա, ես շատ գիտեմ, կտեսնենք։ Պարոն Կարապետյան, մամուլում տեղեկություն է տարածվել, ըստ որի Վլադիմիր Պուտինի հայտարարությունը ընդդիմադիր ուժերի հետ կապված եւ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպեց, բավականին վատ է անդրադարձել ձեր ռեյտինգի վրա, մինչեւ ընտրությունը ավելի բարձր է եղել ձեր վարկանիշը, դրանից հետո այդ հանդիպումից հետո բավականին ընկել է։ Դուք կիսում եք այդ տեսակետը, դուք ինքներդ այդպիսի վերլուծություն արել եք։ Մեր ռեյտինգը սկզբից մինչև վերջ շատ բարձր էր, մինչև մեր ձայները չգողացան։ Հենց գողացան, մեր ռեյտինգը ընկավ։ Պարոն Կարապետյան, Սահմանադրական դատարանի որոշումից հետո համատեղ հայտարարություն տարածվեց քաղաքական ուժերի մասնակցությամբ։ Կարող ենք ասել, որ դրանք այն ընդդիմադիր ուժերն են, որոնք ձեր առաջարկի շուրջ համախմբվել են, թե ոչ ԱԺԲ-ն էր, Հայ ազգային կոնգրեսը, Հայաստան դաշինքը եւ Ուժեղ Հայաստանը։ Նրանք այն ընդդիմադիր ուժերն էին, ովքեր մասնակցել էին ընտրություններին, բայց կան շատ ընդդիմադիր ուժեր, ովքեր չեն մասնակցել կամ տարբեր ձևաչափով են մասնակցել, իրենք էլ կանեն իրենց հայտարարությունները։ Պարոն Կարապետյան, ձեր կարծիքով ձեզ ընտրած քաղաքացիների սրտով է, որ մանդատները վերցնում եք։ Մեծամասնությանը այո, բայց կա ուղղորդված մի խումբ, դա իրենց խնդիրն է։ Բայց եթե ձեզ էին ընտրել, Ուժեղ Հայաստանին են ընտրել, ինչպես կարող էին իրենց ուղղորդել եւ ով է ուղղորդել։ Դե դուք տեսաք։ Չտեսանք, ինչ տեսանք։ Հենց հաջորդ օրը ուղղորդեցին։ Ով ուղղորդեց, բայց եթե մեկը ընտրել է Ուժեղ Հայաստանը։ Դե դրա համար դա մեր վրա չազդեց։ Իրենց թվում է իրենք ինչ որ խաղեր են խաղում, դա ազդելու է մեր վրա։ Բայց ոչ մի բան մեր վրա չի ազդում։ Մենք մեր որոշումները ունենք, մենք մեր պայքարը շարունակելու ենք ու մեր հաղթանակին հասնելու ենք։ Եվ կներեք, չափման միավորը ո՞րն է, որ ասում եք ձեր աջակիցների մի մասը կողմ էր, մի մասը դեմ էր մանդատները վերցնելու, ինչպես եք դա չափել։ Տարբեր հանդիպումներով մեր թիմակիցները ունեցել են տարբեր հանդիպում, սկզբից մեծամասնությունը, ովքեր ենթարկվեցին պրովոկացիայի դեմ էին, հետագայում մեծամասնությունը կողմ էին։ Շատ մեծամասնություն։ Պարոն Կարապետյան, դուք խոստացել եք, որ հաջորդ վարչապետը դուք եք լինելու։ Ընտրություններով չի հաջողվել դառնալ վարչապետ։ Ինչ լեգիտիմ ճանապարհով եք պատրաստվում հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Ընտրություններով ոչ մեկի չհաջողվեց դառնալ վարչապետ։ Այդ դեպքում ինչու գնացիք այդ ճանապարհով։ Որ ճանապարհը։ Ընտրություններով, հետո դիմում եք ՍԴ, ընդ որում այս Սահմանադրական դատարանի, որը ընդդիմությունը համարում է Չիմանանք ով է, մի հատ հիմա հասկացանք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ովքեր են այնտեղ։ Բայց քաղաքացիների 7 տարի այդ շրջապտույտի մեջ են։ Հասկացանք, Վարդևանյանը գազ տվեց, բայց փչացած մեկենա դուրս եկավ։ Փորձենք, ամեն ինչ փորձել ենք։ Փորձենք, պարոն Կարապետյան, Հաջորդը կմտածենք, հաջորդ կայլը կհայտարարենք։ Եվ մեկ էլ մի հարց, տեսեք, սովորաբար ասում են այս բռնոցիները վտանգում են Հայաստանի միջազգային տնտեսական վարկանիշը նաև։ Դուք ձեր գործարար ընկերների հետ եթե շփումներ ունեք, ինչ են մտածում, օրինակ Հայաստանում ներդրումներ հնարավոր են այս պարագայում, երբ խոշոր սեփականատերեր են ձերբակալվում։ Այս իշխանության օրոք Հայաստանում ամենայն դեպս վերջին տարիներին չեն եղել ներդրումներ, իսկ առավել ևս այս դեպքում ես վստահ եմ չեն էլ լինելու։ Պարոն Կարապետյան, հիմա Ռուսաստանի փակտերներին բախված հայ տնտեսվարողներին ասում են ԵՄ-ի 450 միլիոնանոց շուկան բաց է նրանց առջև։ Դուք ինչպես եք մտածում, արդյոք այս շուկան կարող է իրական այլընտրանք լինել ԵԱՏՄ-ին։ Ես մտածում եմ, թող բարով վայելեն, ես ուրախ կլինեմ, եթե ստացվի, բայց վստահ եմ մի քանի ծիրանք տանեն, մի քանի միգուցե պամիդոր էլ հաջողի տանեն եւ դրանով
Սահմանափակ։ Պարոն Կարապետյան, ձեր ուժը խոստացել էր, որ ընտրվելու դեպքում, երբ դուք լինեք վարչապետ, 1 դրամով են աշխատելու։ Հիմա ձեր ուժի падգամավորներից քանիսն են պատրաստ 1 դրամով падգամավոր աշխատել։ Հիմա 3 Նարեկը հայտարարեց, որ ինքը պատրաստ է։ Մյուսները կտեսնենք, ամեն մարդ ինքն է որոշում, դա չկա։ Պարոն Կարապետյան, քանի որ փոխխոսնակի 3-րդ տեղը հասնելու է ուժեղ Հայաստանին, արդեն որոշել եք ով է զբաղեցնելու։ Դա դեռ չենք քննարկել, կքննարկենք, դուք կիմանաք։ Բայց կվերցնեք ամեն դեպքում։ Չենք քննարկել, հենց քննարկեցինք, Այսինքն դեռ քննարկում եք վերցնել չվերցնելու հարցը։ քննարկում ենք վերցնել Իսկ ինչու, եթե դա օրենքով հասնում է ուժեղ Հայաստանին, ինչու ազգային ժողովի նախագահությունում տարբեր կարծիքներ կան թիմի մեջ, դա արդեն ժողովրդի հետ կապ չունի, թիմի մեջ տարբեր կարծիքներ կան։ Դուք հակված եք վերցնել, թե չվերցնելու, ձեր անձնական տեսակետը ո՞րն է։ Իմ անձնական տեսակետը հենց թիմի հետ քննարկեցինք, ձևավորեմ իմ անձնական տեսակետը։ Պարոն Կարապետյան, դուք 300,000 աշխատատեղ եք խոստանում ստեղծել, եթե լինեիք վարչապետ, Հիմա քանի որ չեք եղել վարչապետ, հնարավոր է հանուն Հայաստանի Հանրապետության մի կողմ թողնեք այս իշխանությունների հետ ձեր տարաձայնությունները եւ այդ 300,000 աշխատատեղ ստեղծելու, այսպես ասած, փաթեթը Առանց իշխանության 300,000 աշխատատեղ ստեղծելը շատ դժվար է, բայց մենք մեր աշխատատեղերը ամեն օր ստեղծելու ենք, դուք էլ դա տեսնելու եք։ Նոր գործարաններ լինելու են։ Անպայման։ Եվ պարոն Կարապետյան, ձեր անձնագրի գործերում, ռուսական անձնագրի գործերում, ի վերջո FSB նշումը ինչով էր, ինչի հետ էր կապված։ Փաշինյանի պատվերով։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը կարող է Ռուսաստանի կառույցներին ասել, որ ձեր անձնական գործերում Բա ինքը նորմալ, հեսա տեսնենք ինչ է ասել Միշուստինին։ Ինքը նորմալ դեր ունի այնտեղ, մի կասկածեք, նորմալ հնարավորություններ ունի այդ կառույցներում, դրանով էլ պայքարեց մեր դեմ։ Ասեք Ռուսամեդը Ռուսաստանի հայ իշխանությունների Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Ինքը ոչ միայն Ռուսամեդ, ինքը արևմուտքին ասում է ես ձեր լիմոնատնի Ջոնն եմ, ռուսներին ասում է ես ձեր Նիկոլային եմ, հիմա ով ինչքան հավատում է, այդքան էլ հավատում է։ Այնտեղ միամիտ են, որ բանան անեն Նիկոլ Փաշինյանին չասի հավատալ։ Նիկոլ Փաշինյանը կարողանում է, ինչպես հայ ժողովրդին խապեց այսքան տարի, այդպես էլ այդ երկրներին է խապում։ Պարոն Կարապետյան, ազգային ժողովի Երբ դու ընդունակ ես խապելու, մի վարքան Տիգրան, ընդունակ ես խապելու, դու խապում ես միշտ, ու կապ չունի ում ես խապում, բոլորին խապում ես, իսկ ինքը տարիներ շարունակ իր այդ հմտությունները ցույց է տվել ու ցույց է տալիս։ Պարոն Կարապետյան, ազգային ժողովը օրերս ընդունեց ընտրելու իրավունք ունենալու նոր պահանջներ սահմանող նախագիծը, ասում են, որ սա ուղիղ կապ ունի ձեր եւ ձեր ընտրողների հետ։ Ինչի համար է այս հապճեպությունը ընդունել այդ օրինագիծը նոր ընտրությունների Իրենք դրանով թաքցրեցին այն մանիպուլյացիաները, որոնք արեցին մեր նկատմամբ։ Բացարձակ մեզ համար մեկ շարունակություն չունի, որտեղից են գալիս, ովքեր են ընտրում, մենք հենվում ենք հայ ժողովրդի վրա։ Դրա համար դրանով իրենք ծածկեցին իրենց ստերը, որ նախընտրական փուլում իրագործում էին մեր նկատմամբ։ Այսինքն այդ աղմուկը ուզեցին փաստագրեն։ Այդ աղմուկը չկար, իրենք հնարեցին, իրենք հորինեցին, իրենք ձևավորեցին այդ աղմուկը, հիմա էլ ժամանակն է դա ինչ որ ձևի չեզոքացվեցին։ Եվ պարոն Կարապետյան, կարծեք 2 օր անց ձեր խափամիջոցի հարցն է դարձյալ քննվելու, դատարանից ինչ եք ակնկալում այս անգամ հաշվի առնելով, որ իրավիճակը հետընտրական է։ Այս անգամ չգիտեմ ինչ եմ ակնկալում, դատարանը կորոշի։ Պարոն Կարապետյան, նախընտրական շրջանում ասում եք, որ փոփոխությունները հիմնականում մարզերից եք սկսելու։ Հիմա ինչ որ բան փոխվել է ձեր քաղաքականության մեջ։ Էլի մարզերից ներդրումների մարզերից սկսելու ենք, մասնակցել ենք բոլոր ոչ բոլոր, հիմնական թիմ ընտրություններին, դա լինելու է մեր գաղտնի ծրագրերի մաս, տանելու ենք հաղթանակներ, դուք էլ կտեսնեք։ Պարոն Կարապետյան, դուք տեղյակ եք եղել, որ հեծը ձեր այլ ընկերություններից գնումներ է կատարել իր կարիքների համար, թե
Դա խնդրարույց համարել է, թե ոչ։ Դե հիմա չի կատարում։ Դուք էլ նայեք հեծի վիճակը։ Ասում են հիմա 50 միլիոնյա բանը ֆինանսական պարտավորություն են կատարել հայտարարում են, հա։ 50 միլիոնի ֆինանսական պարտավորություն կատարում են, որովհետև ուրիշ ոչ մի բանի հնարավորություն չունեն։ Այսինքն իրենք փոխանակ արդիականացնեն, նոր միացումներ կատարեն, որ դուք պատկերացնեք, ընդամենը 100 հատ նոր միացում են արել։ 3000, 3500-ի փոխարեն։ Դրա համար առաջացել է այդ գումարը, մեծ խելք պետք չէր, որ բանկերի պարտավորություն փակելը։ Այդ խելքը նրա համար է, որ իրագործեն արդիականացում, նոր միացումներ կատարեն։ Դրա համար իրենք այնտեղ ամբողջությամբ ձախողվել են, դուք էլ ուսումնասիրեք, տեսնեք։ Բայց դուք խնդրարույց չեք համարում, որ ձեր մի ընկերություն մյուսից գնում է արել, այլ մրցույթ չի հայտարարել, որովհետև այդտեղից կարող է ավելի էժան ձեռք բերել։ Դե հիմա կարող են ավելի էժան ձեռք բերել, բայց չեն կարողանում ձեռք բերել, դրա համար չեն կարողանում այդ ներդրումային ծրագրերը կատարել։ Բայց թող ձեռք բերեն։ Մի տարուց ավել կառավարում են։ Դուք կարծում եք, որ հեծի համար շահավետ եղել, երբ որ ձեր մյուս ընկերություններից են գնում։ Իհարկե ոչ միայն հեծի համար։ Մյուս ընկերությունը դա ինչ է նշանակում։ Դա գործարաններ են, որոնք կառուցվել են, որտեղ աշխատում են շատ աշխատողներ, հարկեր են վճարում Հայաստանում, իսկ իրեն գնացին ուրիշ ճանապարհով, փորձում են ինչ-որ բաներ գտնեն, ապացուցեն, բայց արդեն 1 տարի անցավ, դեռ ոչ մի բան չգտան, չապացուցեցին։ Սովորական Հեծն էլ փորձանքիկ բերեն, ոչ Սովորական քաղաքացին ինչպես պիտի զգա պարոն Կարապետյան այդ ներդրումների չկատարելը, նշում եք, որ դրա հաշվին են Սովորական քաղաքացին, սովորական բիզնեսմենները ամեն օր դա զգում են հիմա, որովհետև 40%-ից ավելացել են անջատումներ։ Իսկ բիզնեսմենները մի օրինակ բերեմ, գործարան կամ հյուրանոց կամ շենք են կառուցում, պետք է նոր միացումներ լինել։ Այդ միացումները չկան։ Այսինքն դա դառնում է այդ բիզնեսմենների համար մեծ խնդրեմ, ինչը որ հիմա կա։ Պարոն Կարապետյան, դուք մի տարի առաջ մինչև Հայաստան գալը եւ այդ հայտարարություն անելը Դուբայում եք ապրում, խնդիրներ ունեիք Ռուսաստան գնալու թե ոչ։ Ոչ, ես ապրում եի 3 ամիս Ռուսաստանում, 4 ամիս։ 3-4 ամիս Դուբայում, Դուբայում։ Կներեք, դուք մեզ առույգ եք։ 2 ամիս Հայաստանում։ Գնաք Գնում ենք։ մեզ պետք է առույգ։ Պաշտպանության կարիք ունեք լրացուցիչ։ Դուք Դուբայում ինչու եք Դուբայում ապրում, Ռուսաստանում խնդիր կար։ Ռուսաստանում խնդիր չկար, Ռուսաստանում սրտի է խնդիր կար։ Սրտի։ Ես ձմեռն էի գնում Դուբայ, որտեղից դուր էր գալիս։ Կան կապը եւ 1 ժամից բարձ ելնելու ծառայանի կապանմիջոցի հարցը։ Բայց սա առանջությամբ ինչ ունեք ասելու գործարար է, գործընկերներ եք ի վերջո։ Ոչ միայն գործընկերներ ենք, մենք նաև ընկերներ ենք։ Իրենք վստահ եմ Սարուկյանին ոչ մի որոշումով չեն վախեցնելու։ Սարուկյանը ուժեղ հաղթանդամ տղամարդ է, դեռ իր խոսքը կասի եւ ընդդիմության հետ մասնակցի նշանափոխության բոլոր ծրագրերին։ Պարոն Կարապետյան, եւ ինձ հարցազրույցի առաջարկի հետ կապված ինչ մտածեցիք։ Էլի հարց ունեք, Նկատի ունեմ Տիգրան հետ պայմանավորվեք, էլի։ դուք այսինքն ձեր համաձայնությունը տալիս, դուք դեմ չեք։ Պարոն Կարապետյանը ապրում է։ Armenia Today հարգելի հետևորդներ, ավարտվեց Սամվել Կարապետյանի գործով հերթական դատականիստը, այսօր քննվում էր գործով անցնող մեղադրյալներից մեկի Վլադիմիր Թարջումանյանի խափանման միջոցի փոփոխման հարցը, դատանը դա թողեց անփոփոխ, այսինքն վարչական հսկողություն եւ համակցված գրավի արկայություն, բացի այդ թույլատրեց Թարջումանյանին շարունակել հաճախել աշխատանքի, պահպանելով որոշակի շփման սահմանափակումներ, մասնավորապես Power Energy ընկերության տնօրեն Հայկ Դարփինյանի հետ
շփում չիրականացնել, ինչպես նաև վարորդով անցնող արդեն նշված այլ անձանց եւ նրանց փաստաբանների հետ շփումներ չունենալ։ Իսկ քիչ առաջ մենք զրուցում էինք Սամվել Կարապետյանի հետ, հարցերի շրջանակը լայն էր, սկսած այս օրերին քննարկման առարկա դարձած Գագիկ Ծառուկյանի խոզարկությունների եւ նրան առնչվող քրեական գործերի վերաբերյալ, վերջացած հեցի ներկայիս կարգավիճակով հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը չեմ այսօրը հուլիսի 9-ին ժամը 9 հաջորդ դատական նիստը հուլիսի 9-ին է ժամը 16:00-ին։ Շնորհակալություն իրադարձություններին Արմենիա ԹԴ-ի հեռարձակմամբ հետևելու համար։